Mama! Zęcie mi masło. Անայդ կրնաս դու կրնաս թարգմանես random բառը Պատահական, random Դե մի արի ես թարգմանեմ այդ բառը բայց ոչ թե ես պիտի թարգմանեմ ինչ-որ բառով, այլ պիտի թարգմանեմ սիտուացիայով Ես այսօր գործից եկա տուն Վրոջի գործից ավտոյով բիկամ տուն, չէ? Բայց Անայդ ես գիտես ճամփին ինչ է մերը Բայց չէ դու չգիտես մինչև վերջ ինչ է մերը Ես ուղղակի գնացի որպեսի գնեմ դառնամ բաժանորդ ջիմում մի ջիմ կսեն չէ բանում այսինքն տրենաժորնի զալ ու այդ աղջկան հարցեցի ես գուզում պրոստը քաշ գցեմ եղբայր Սավ գիտես ինչ սկսնակերների համար դու քո քաշով պարապել ամենաճիշտն է դրա համար ես քեզ առաջարկում եմ պիլատես Ես դե ես լսող մարդ եմ ես մտա Մի անգամից այդ իրա ցույց տված application-ով Pilates-ը բուկա երեցի եկուցվա համար ու նոր որ տունն է ես Google երեցի ինչ է Pilates-ը պարզվավ ինչ է Pilates-ը Անայդ Դու կպատկերացնի ինձ Pilates-ն անելուց Պետք չէ պատկերացնել Բաժանորդագրվեք մեր էջին like դրեք ու եկուս դուք պրոստը կտեսնեք ես ինչ Pilates կենեմ Անայդ կպատմես ինչ պետք է անենք մինչև այսստան բենզին լցեմ Ոնց պատմեմ որ ուրեմն պատմեմ թե ինչ ենք հիմա անում հիմա մենք գնալու ենք Ստոկհոլմի արդեն ձեզ հայտնի սկանդինավյան մոլը որպեսզի հանդիպենք մեր ընկերների հետ եւ միասին լավ ժամանակ անցկացնենք քանի որ հիմա դրսում շատ շոկ է Ցուրտ է դրսում քանի որ այո մեզ հարմար է որ տակ տեղով քայլենք տակ տեղում լինենք կարճ ասած եւ դա է մոլը եւ հետեւաբար գնում ենք մոլ մեզ սպասվում է մոտ 50 րոպե ճանապարհը սիրում է ոչ չի սիրում երեխան եւ չեմ սիրում ես Ես մինչև բենզին կլցե ես չի դեմ ինչ Անայդը պատմի իմ մասին բայց ես նախորոքսեմ այդ սուդը արի կիսապաս լուսամուտներ սարքեմ Խփես տակ ավտոյի Մենք այս ռակուրսը գիտես որն է Անայդ Որն է Այս ռակուրսը մոլն է Արասիկ վաբշի իմաստ ունես կայլասկեն հանենք մեկը չի նստի Արի ոչը հանենք էլի No կայլասկա for today Այսօրվա մեր վլոգը մեքենային է, մեքենայոդ է, մեքենայի մեջ է, մեքենայի մասին է, իսկ ինչ է մեքենան, եթե չունեք վարորդական իրավունք, ինչպես կարելի է Շվեդիայում ստանալ վարորդական իրավունք։ Դա մի առանձին ֆիլմ է, անոնսը դնեմ Անայդ այդ կինոյի։ Ամեն ինչ կսկսվի նորից, հրաշքը վերջանում է վարորդական իրավունք Շվեդիայում։ Շատ արագ պատմեմ, նախ եւ առաջ, դու նույն հարցերը, ինչ քննությանը չես Չի ստացվի գտնել այդպես բան։ Հիմնականը դու նման հարցեր կպարապես, իսկ քննությանը կստանաս լրիվ նոր հարցեր։ Հարցերը 70-ն են։ 5 հատը ստատիստիկայի համար է, չի հաշվվի որպես ճիշտ կամ սխալ։ Այսինքն ուղղակի հարցեր են, որոնք ճիշտ ու սխալ չունեն, ինքը ստատիստիկայի համար է։ Այսինքն ճիշտ սխալ պատասխանները դու ունես 65 հարց։ 52-ը անցողիկն է։ Ես երկու անգամից եմ անցել ու գուշակեք իմ առաջի քննության արդյունքը։ 52-ը անցողիկն է, հիշեցնում եմ։ Կգուշակես Անայդ։ 51 Այո։ Դա կոչվում է Zakon Podlesty, բայց թեորիա հանձնելուց առաջ կա ռիսկ 1-2 կոչվածները։ Ռիսկ 1-ը դա 3 ժամանոց լեկցիա է, ուրեմն ալկոհոլի, թմրանյութի եւ հոգնածության մասին, թե ինչքան մամեսա։ Ինչքան վատ հետևանքների այդ ամենը կարող են հանգեցնել։ Երկրորդը էլի քիչում լեկցիա է, դեռ էլի խմած քշելու մասին, դեռ արդեն կներկայացնեն իրանց null vision
Null Vision-ը ինչ անեիդ։ Տեսլականը։ Տեսլական, այ իրանց նպատակն է ունենալ 0 մահացություն տարում տրաֆիկի մեջ, այս ինչ մոնոլոգ է անեիդ։ Չգիտեմ ինչ։ Հետո Risk 2-ի այդ ամեն լեկցիաներից հետո փոքրիկ դարոշկա է, որի վրա դու պետք է քշես իրանց հենց ավտոն, որը հատուկ ստեղծված է, որպեսզի ավտոն ընկնի այսպես կոչված զանոսի մեջ, այսինքն ճռռծն է, պատկերացրեք լրիվ սառույցի վրա ավտոն քշեք, ու ավտոն արդեն կսկսե խաղալ, ու դուք պիտի փորձեք իրան ճիշտ ձևով բռնել։ Այդ ամեն ինչ անցնելուց հետո, թեորիան անցնելուց հետո դու պատրաստ ես արդեն քշելու քննությանը։ Քշելու քննությունը ստացել եմ առաջին անգամից, մեխանիկական։ Այսօր խոսեցինք վարորդական իրավունքի մասին, իսկ հիմա իմ կինը կխոսի Վիկտոր Ֆրանկլի մասին, խնդրեմ։ Բայց ինչ խոսեմ Վիկտոր Ֆրանկլի մասին։ Վիկտոր Ֆրանկլը իմ սիրելի հոգեբաններից մեկն է։ Նա ազգությամբ հրեա էր եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայտնվում է համակենտրոնացման ճամբարում ու միջև այդ առհասարակ ինքը արդեն իսկ զբաղվում էր հոգեբանությամբ, հոգեթերապիայով եւ ինչպես շատ հոգեբաններ սկզբնապես ինքը հարել է Ֆրոյդի մոտեցումներին, տեսությանը, բայց քիչ-քիչ ոնց որ իր մոտեցումն է փորձել առաջ քաշել, ինչը հետագայում ստացել է լոգոթերապիա անվանումը, որն է իմաստի միջոցով բուժում, այսինքն ինքը նշում էր, որ մեր կյանքում, ինքը տվյալ ժամանակների մասին էր նշում իհարկե, բայց արդիականությունը չի կորցրել, որ պակասում է իմաստը մեր կյանքում, առհասարակ մեր գործունեության իմաստը եւ իմաստ ներդրելով կյանքի տարբեր փուլերում, ոլորտներում մենք կարող ենք ավելի ներդաշնակ ապրել ու դա, այսպես ասած, ապացուցել է իր փորձով, երբ գտնվում էր համակենտրոնացման ճամբարում, ինքը որոշում է օչեր գրել, այսպես ասած, եւ փորձում է դուրս բերել այն մարդկանց, ովքեր այն մարդկանց հատկությունները, այսպես ասած, ովքեր կարողանում են դիմակայել այդ շրջանին ու ողջ մնալ, ու ինքը ասում էր, արդյունքում ողջ են մնում այն մարդիկ, ովքեր ոչ թե օրինակ ֆիզիկապես ավելի ուժեղ էին, այն մարդիկ, ովքեր իրենց այնտեղ գտնվելու մեջ իմաստ էին դնում կամ իմաստ կար դուրս գալը, այսինքն իրենք հույս ունեն օրինակ, որ իրենց սպասում է կինը կամ իրենց սպասում է, չգիտեմ, երեխաները ու հետեւաբար իրենք դիմակայելու նպատակ ունեն, իմաստ ունեն։ Այդ նույն մտքով ինքը իր կնոջ մասին էր ասում, կինը այլ համակենտրոնացման ճամբարում էր ու ինքը երկար ժամանակ տեղեկություն չուներ, բայց ասում է ես ինձ միտք էի տալիս, այսպես ասած, որ գուցե ինքը ողջ է ու ես իր համար պետքա ողջ մնամ։ Ինքը արդյունքում ողջ է մնացել իհարկե ու հետո նորից շատ երկար տարիներ զբաղվել թերապիայով։ Եթե կարճ էսա միտքը, անգամ ամենածանր իրավիճակներում, ու օրինակ էր բերում իր գրքերից մեկում, իր այցելուներից մեկին, ով մեծ տարիքի տղամարդ էր, կորցրել էր իր կնոջը, ասում է արդյունքում, թերապիայի արդյունքում այդ այցելուն այն եզրահանգման եկավ, որ ինքը թերապիայի արդյունքում այն եզրահանգման եկավ, որ հիմա ինքը տանում է այդ կորստի ցավը, այսպես ասած փոխարեն իր կնոջ, այսինքն եթե ինքը շուտ մահացած լիներ, իր կինն էր այդ ցավի միջով անցնելու, ինքը իմաստ է դնում իր ցավի մեջ, որ ինքը հանուն նաև իր կնոջ է այդ ցավի միջով անցնում։ Մի խոսքով, եթե կարճ, ապա այս մառայլը կարանք այս պատմությունից եւ առհասարակ Ֆրանկլից բերենք, որ ամենադժվարին իրավիճակներում իմաստ դնելով անգամ ցավի մեջ, մենք կարող ենք հաղթահարել ու հաջողել։ Այսքանը։ Պատմություններ մեր ընտանիքից։ Օ, այսքան։ Ժամը 12-ի մոտ։ Եվ երկուսս էլ շատ հոգնած ենք։ Երեխան էքստրինի քնած այսքան ուշ քիչ առաջ։ Սենց բան եղել էր մեկ էլ երևի ամիսներ շատ ամեն կես տարի առաջ։ Ու իրականում ինքը գնաց է հերու սենյակում։ Մենք կրնանք նորմալ խոսանք, բայց ինչը մեզ ստիպել որ շշուկով խոսանք։ Դու սկսեցիր, ես էլ շարունակեցի։ Ամբողջային վարկ։ Իսկ ինչ ամբողջային վարկ։ Չէ, ինչ խոսում այսօր։ Որ չգիտակ ծովածարանց երկար մարակ մտածելու քո վարքը, որ շատ մարդիկ են դա անում, դու էլ ես շարունակում։ Ոչ թե շարունակում, հա, դու էլ ես դա անում։ Օրինակ այդպեսի փորձ են արել, ռանդոմ ոնց որ երկու հոգի դրսում կանգնած, մեկ էլ նայում են սենց ծառին, ու շատ իր սենց կանգնած նայում են։ Ու քիչ-քիչ մարդիկ են մոտենում ու սենց նայում են։
Մեկ ասում է տես թրջունա։ Չկա իրականում թրջուն ու բոլորը տես։ Ու սա ասես խումբը հավաքում է ծառի շուրջ ու բոլորը նայում են գոյություն չունեցող թրջունին։ Իսկ ո՞րն է Ֆրոյդի տեսությունը։ Դու գիտես եկուց ես որ դերտամ։ Գիտեմ ասեմ, պիլատեսի, դու ճիշտ ասա։ Pleiades։ Pleiades։ Ինչպես ասել է Tom York-ը իր երկուսը գումարած երկուս հավասար է 5 երկում։ I'll stay home forever where բջաբլա։ Ես կմնամ տանը ընդմիշտ, որտեղ 2 գումարած 2 միշտ հավասար է 5-ի։